Հայաստանում ամենաշատը հեռախոսներ են վաճառվում եւ պատկերացրեք հարկատուների ցուցակում երկրորդ տեղը հենց հեռախոսներ վաճառող ընկերությունն է։ Բայց տեսեք, այսքան մենք տեխնիկա ենք առնում, հեռախոս լինի, լվացքի մեքենա լինի, հեռուստացույց լինի, որ փչանում է, թեկուզ երաշխիքի մեջ է լինում, բայց սարքող չկա։ Կոնկրետ իմ օրինակով, քանիցս այդ խանութից, որ գնել ենք, զանգել եմ, հրավիրել եմ մասնագետների, եկել են գումարները վերցրել են, օրինակ, ամենակիչը 6000 դրամ լվացքի մեքենան ուղղակի նայելու համար, բայց կոնկրետ խնդիրը չեն գտել կամ իրենց նշված խնդիրը չի եղել։ Այսպես կոչված մեքենական գործը, այսինքն ինչ-որ մի պրովուդ պոկվի, ինչ-որ մի բան փչացած լինի, այդպիսի մասնագետ իսկապես չկա։ Դրա համար էլ լվացքի մեքենան փչացավ, փոխում ենք, նորն ենք առնում, որովհետև դրա սարքելու համար ինչ են անում, մատորն են փոխում, չգիտես ինչն են անում, հետո առաջվա լվացքի մեքենաները չեն, կամ սառնարանները չեն։ Հիմա ամենաշատը թվային տեխնիկայի վրա է, այսինքն այնտեղ համակարգը կա, ծրագրով աշխատում է, ծրագիրը ցույց է տալի, մի հատ էլ համակարգիչ են բերում, ստուգումները անում են, ասում են, այս ինչը փչացավ, այն ինչը փչացավ, վերջին անգամ լվացքի մեքենաս որ փչացավ, ես մոտավորապես 80000 պետք է տայի, որ վերանորոգի, ասեցի ստոպ, ավելի լավ է նորը առնեմ, ու նորը մի 20-30 000 վրան դնում ես, առնում ես, բայց այս նորն էլ երկար չաշխատեց, ինչքան մենք հիմա գնում ենք նոր ապրանքներ, էլ ավելի շուտ են փչանում։ Հիմա ասածս ինչ է, սիրելի բարեկամներ, իմ հայրս էլեկտրոմեխանիկա է ուսումնասիրել, տարիներ շարունակ աշխատել է ավտոդողերի գործարանում, մի խոսքով շատ լավ մեծ մասնագետ է էլեկտրիկայից, ու հրավիրելու եմ զրուցենք, թե սովետի ժամանակ ինքը որտեղ է սովորել, հետո որտեղ է աշխատել, ու ինչքանով է կարևոր ունենալ հենց Հայաստանում կրթական համակարգում միջին մասնական, մասնագիտական, ուսումնական հաստատություններ, որոնք չկան։ Մենք իսկապես ատաղտագործի կամ, չգիտեմ, նման մասնագիտությունների մարդկանց կարիք ունենք, որը հենց կրթության նախարարությունը պետք է ջատագովի, ոչ թե անընդհատ լսում ենք ակադեմիական քաղաք, այն ինչ ունենք, մայրբուհը, քանդենք, ինչ որ մի անհայտ տեղ, չգիտեմ որ թվին, չգիտեմ ինչ ակադեմիական քաղաք սարքեմ։ Հա մի բան էլ ասեմ, միջև սկսենք հարցազրույցը, հայրիկիս հետ, դուք ճանաչում եք հայրիկիս, բազմաթիվ տեսանյութեր ունենք, հիշողություններով, շատերը գրում են, վա ինչ լավ է, որ զրույցներ եք անում, ասեմ, որ ինձ հետաքրքրում է, որ երկրի ղեկին եղածը, վարչապետի երեխաները բոլորը գնում են դրսում են սովորում։ Օրինակ, հիմա հաշվեմ, աղջիկներից երկրորդը սովորում է Գերմանիայում։ Ինչի բա Հայաստանում չես սովորեցնում։ Իդեպ նա վարչապետը եւ իր կողակիցը կամ կինը, եթե կուզեք, Աննա Հակոբյանը գնացել էին տեսակցության եւ իրենց Facebook-յան էջում տարածում էին, որ գնացքով գնում են, այս այլ փոքր երկիր է, ինչպես դասականն էր ասում, բոլորը իրար ճանաչում են, այնպես որ ինձ էլ հարց ծագեց, սա կրթական համակարգը որ քանդում է, իր երեխաներին էլ ուրիշ տեղ է տալիս սովորելու, հիմա ուր ենք գնալու եւ կրթության նախարարը այսօր Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ հարցազրույցում նաեւ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին անդրադարձավ, այսպես դիվանագիտական պատասխան տվեց, բայց ասեց, որ այդպիսի խոսքերը չի ընդունում, այսպես ասենք։ Լավ, հիմա ձեր հետ միասին կլսենք, թե հայրս Ռաֆիկ Կիրակոսյանը ոնց էր իր երիտասարդության ժամանակ ընտրել իր մասնագիտությունը։ Պապ, ողջունի մեր դիտողներին, մեր հեռուստադիտողներին։ Ողջույն։ Սկսենք քո սովորելուց։ Դպրոցից ավարտեցիր, գնացիր բանակ։ Բանակում ինձ պատմել ես, որ էլեկտրականության գործ էիր անում։
Որտեղ էիր գնացել բանակ, մի հատ կպատմես կարճ։ Գերմանիա։ Որ քաղաքները։ Վուրցեն, մեկ էլ Լուկենվալդ է։ Ու քեզ ընտրեցին, ուղարկեցին սովորելու, չէ՞։ Ուր։ Այդ Վուրցենում ընդհանուր բանաձառայությունն է սովորելը Լուկենվալդ է։ Էլեկտրականություն, թե էլեկտրոմեխանիկա։ Հա, բան կար։ Այդ Լուկենվալդում կար ուչեպկա ենք ասում։ Հա։ Այդ ուչեպկայում մի քանի ձևի մասնագիտություն էին սովորում։ Ես հոսանքի գծով, որպես էլեկտրիկի գծով։ Ինչքան ժամանակ էր այդ ուսումը։ 6 ամիս։ Հա, հետո քեզ ուզում էին թողնեին, հա, դասավորեցի, հետո եկա էլի իսկական ծառայության տեղը։ Հա, բայց քեզ ոնց հասկացա քո պատմելուց ուզում էին թողնել, որ դու էլ դասավանդեիր, հա։ Հա։ Հետո եկար զորացրվեցիր, եկար Հայաստան, չմնացիր Գերմանիա։ Հայաստան, հա։ Բա ոնց որոշեցիր, որ պետք է գնաս շարունակես այդ գծով ու ուր գնացիր։ Եկա Հայաստան, արդեն ես այդ դիպլոմ ունեի։ Հա։ Հոսանքի գծով մասնագետ աշխատեցի։ Որտեղ։ Գյուղում։ Հələ մի հատ ասա, որտեղ բոլորը չգիտեն, ասա, Լորվա մարզի։ Հա։ Բանի Կալիննոյի շրջան, գյուղ Պրիվոլնոյը։ Այդ հիմիկվա տաշիրն է։ Տաշիրի շրջան, Պրիվոլնոյը գյուղը մնացել է իր անունով։ Հետո գյուղից որոշեցիր գաս Երևան, որ թվին։ Գյուղից եկա ինձ բանը հորողբերներս Երևան էին, մորքուրներս էլ, եկա Երևան աշխատեցի բանի Երևանի ավտոդողերի գործարանում որպես էլեկտրիկ։ Ու զուգահեռ ընդունվեցիր սովորելու։ Ցեխում։ Հա։ Աշխատում եմ որպես սկզբից էլեկտրիկ, հետո էներգետիկ։ Պապ, էլեկտրիկների բան էլի։ Ղեկավար, հա, ոնց էին ասում, մաստեր։ Ղեկավար։ Քեզ բայց ոնց որ հասկացան ընթացքում Մոսկվայել էին, չէ՞, ուղարկում ինչ որ կվալիֆիկացիայի բարձրացման համար այն ժամանակ։ Չէ, Մոսկվա չենք գնում։ Էլ ինչ։ Այդ որ սովորում էիր Թումանյան փողոցի վրա, այդ ուսումնական հաստատությունը ոնց էր։ Տեխնիկումն էր։ Թումանյան փողոցի վրա, հա, այս թանգարանից մի քիչ մի քանի շենք դեպի պրոսպեկտ, աջ թևին մեր էլեկտրոտեխնիկումն էր։ Այնտեղ կար կապի տեխնիկում, կողքն էլ էլեկտրոտեխնիկում։ Ես այդ էլեկտրոտեխնիկումը ավարտեցի, ստացա դիպլոմ։ Այդ դիպլոմը ես ինքս եմ նախագծել, սովորել, ուսումնասիրել, քննություն էլ տվել ու ստացել այդ էլեկտրիկի մասնագիտական կոչում։ Հա, իսկ դիպլոմայինդ ինչ էր, որ ասում ես ես եմ նախագծել։ Դիպլոմային աշխատանքը, ուրեմն հոսանքների բոլոր տեսակի ստանցիաներ, հիդրոէլեկտրոստանցիաներ, դրանց աշխատանքի մասին, դրանք ինչի սնուցումը, հոսանքի ասենք ստացումը, լրիվ նկարագրել, պատմել, այդ
ու վերջնական արդեն արդյունքները նկարագրել այդ վերջնական բանը Միացումը, հա, ընդհանուր գծի երևի։ Միացումները, աշխատանքի ձևերը, դիպլոմային աշխատանք էր կոչվում։ Ընթացքում հատկապես 90-ականների լույսերը որ չկար։ Հիշում եմ սարքում էիր մեզ հոսանք էր միանում։ Համ էլ բան էիր սարքում, եռակցման են ասում սվարկի ապարատ։ Հա, եռակցման Հետո ապարատ։ Էլ ինչ էիր սարքում բացել։ Սվարочный ապարատ է ավակում, հա։ Ու զրիտ նվիրում էիր սրան նրան։ Հա, ծախում, նվիրում, սվարочный ապարատները այն ժամանակ շատ տեղերում էին օգտագործում, այսինքն հիմա էլ Հա, բայց չկա մասնագետ հենա։ Եռակցող ապարատ, կոչվում է սվարочный ապարատ, որի միջոցով տարբեր ձևերի երկաթային մասերը իրար էին կպցնում։ Ասենք մի կամ բանի մեքենաների, տարբեր տնային սարքավորումների, եթե փչանում էր, եթե պետք էր ելում, դրանց մասերը եռակցելով վերականգնում էին։ Իսկ գործարանում օգտագործում էիր այդ հմտությունները, սվարկանում էիր։ Գործարանում ոնց, լրիվ այդ բաները, ստանոկները, լրիվ աշխատում էին ընդեղ կային էլեկտրոմոտորներ, էլեկտրո սարքավորումներ, որոնք աշխատացնում էին այդ, ասենք, պրեսա կոչվում, որի շնորհիվ ռեզինից ստանում էին տարբեր ճնշման տակ դնելով տարբեր մասեր, կամ էլ ավտոմոբիլային պակրիշկա ենք ասում, բանը։ Պապ, իսկ գործարանի հումքը դրսից էր գալի, մեկ էլ կպատմես։ Գործարանի հումքը վագոններով գալիս էին, ասենք, Բաքվից, կաուչուկներ, Ռուսաստանից կաուչուկներ, գալիս էին տարբեր մետաղների, մետաղական մաս էլ կա այդ ակի մեջ։ Այդ մետաղական մասն էլ էին ստանում, տարբեր ցեխեր։ Իսկ սոսինձը պոլիվինիլից էին ստանում, պոլինացետատ, սոսինձը։ Սոսինձը ստանում էին տեղում, ուրեմն կար կոչվում էր հում ռեզին, մեկ էլ մի քանի տեսակի հումքեր կար։ Բենզին, բենզինի այդ բենզինի, հետո հում ռետինից ստանում էին, ընդեղ խառնելով մի քանի տեսակի հումքեր, ստանում են ռեզինի սոսից, որը օգտագործում էին այդ դողերի, ավտոդողերի հավաքման ժամանակ։ Այդ ավտոդողերի գործարանը որ թվին էր բացվել։ Պատերազմի ժամանակ։ 43 թե 40 թես։ Պատերազմի ժամանակ։ Այսինքն որ պատերազմի այդ ընթացքում ավտոդողեր ունենային, հա, պակրիշկա այսպես ասած։ Ավտոդողերի, հա, բացվել է, պատերազմի համար ստացել են դողեր, որոնք օգտագործվել են արդեն պատերազմ գնացող տարբեր մեխանիզմների մեջ, մեքենաների, տանկերի, որտեղ որ ասենք կարել էր օգտագործել։ Ընդհուպ մինչև ինքնաթիռների
ինքնաթիռի վրա էլ դոբեր կա։ Հա։ Ամել ռետինե մասեր, տարբեր ձևերի։ Հա։ Տարբեր ձևերի ռետինե մասեր են ստացել։ Պապ է տեխնիկումում, որ սովորում եք 2 տարի եք սովորում։ 4 տարի, համարյա 5 տարի։ 4 տարի։ Պապ այդ որ ասենք բան էիք անում, դուք գործանում։ Ընթացքում ոնց հասկացա այն ժամանակ Կիրովի գործարան էր կոչվում, բայց հետո Նայիրիդ, չէ։ Ընդեղից էլ եք կաուչուկ ստանում։ Կիրովը այդ գործարանը Կիրովի էին ասում, որովհետև գիտնական կար Կիրով, սովետական միություն, այդ Կիրովը ինքն ասկսե այդ գործը, այդ ռետինի բանի, բայց Նայիրիդ գործարան, Հայաստանինը կոչում էր արդեն Նայիրիդ գործարան, Նայիրի անունով էլի Նայիրիդ։ Երկիր Նայիրի, հա։ Երկիր Նայիրի, Հայաստան, Նայիրիդն էլ այդ արդեն որպես այդ Նայիրիդը այդ կաուչուկի տեսակի անունն էր։ Հա, անունը դրել էին։ Այդ կաուչուկը մեկ էլ դյուպոնն էր, չէ, արտադրում աշխարհում։ Դյուպոնը ասում է արդեն Ամերիկան է։ Դյուպոնը ֆրանսիականն է։ Ես որ առաջ անգամ եկա ձեր գործարան, հարցազրույց վերցնեմ ձեր գործարանի տնօրենից, ինքը ասեց, որ աշխարհում մեկ ձեր, այսինքն Հայաստանն է կաուչուկ արտադրում, ոչ բնական, հա, քիմիական տեսքով, այսինքն կաուչուկը կամ բնական Բրազիլիայից էր գալի, չէ։ Հա, իսկ էսի արհեստական, այսպես ասած, ձևով ստացած ու դրանից նաև դյուպոնն էր ստանում։ Մեկ է պոլիվինիլի ացետատից սոսինձ էիք վերցնում։ Կաուչուկը հետո այդ կաուչուկի ծառները ինչա։ Հա։ Վիետնամ էին տեղափոխել, Վիետնամում էին աճեցնում այդ ծառները ու այդ դրանցից ստանում էին կաուչուկ։ Հա, դրա համար էին վիետնամացիներ ձեր գործարան եկել։ Վիետնամ, հա, վիետնամացիք, Վիետնամը ընկերություն էին անում սովետական միության հետ։ Հա։ Փոց է փոխանակում, բանտես անում էին, էլի մարդիկ գնում գալիս էին։ Պապ, հիշում եմ, որ դու պատմում էիր, այդ վիետնամացիները ձեր շներին կերել էին, ճիշտ է։ Վիետնամում ընդհանրապես կատու շուն ուտելը ոնց որ մեր մոտ ոչխարի միս ուտել։ Ոյ քեզ բուն։ Հələ պատմի էլի, ոնց էիր տեսել, որ տենց իսկականից կերել էին։ Իրանք գիտեին, որ մենք չենք բանանում, իրանք թաքուն այդ շներին, այդ թաղի շներին սաղին վերացրել էին։ Քանի օր էին մնացել, որ վերացրել էին։ Ինչ որ տարիներով այստեղ աշխատում էին։ Հա։ Մենք մոտ մեր ցեխում էլ էին վիետնամցիք աշխատում։ 2 տղամարդ, 2 կին։ Աշխատում էին։ Այստեղ էին ապրում, եկել էին այստեղ որպես սովորելու, աշխատելու։ Մի մասը գնում էին, մի մասը նորից էին մնում։ Ինչ մասնագետներ էին, որ։ Մասնագետ ո՞րն է։ Բանի ռետին Սարկովի մասնագետ։ Այդ որ ծառերը տարել էին, հա, դրա համար ինչ որ փոխանակում էր փորձի։ Հա, դե որպես մասնագետ էին աշխատում։ Որպես բան վիետնամցիք, ամել սովետական միությունը, ասենք, այդ կապիտալիստական երկրները, կապիտալիստներն էին այնտեղ նրանց հետ աշխատում, իսկ սոցիալիստականը սովետի հետ։ Մենք էլ սովետ էինք, եկել էին սովետ։ Հա։ Պապ, հիմա մատոր հավաքելու մասին էլ պատմի, օրինակ դու մատոր էիր հավաքում, տարբեր տեսակի, այդ թվում այդ հոսանք ստանալու դվիժոկ, այսպես ասած, այդ 8 տարիներին, ինքդ էիր սովորել, թե այդ ընթացքում ա եղել։ Այդ որ արդեն ես որ տեխնիկում սովորում էի, այդտեղ մատորի լրիվ մասերով, ինչ տեխնոլոգիա է, ինչ սարքավորում է, ինչ մեթոդներ է, լրիվ այնտեղ սովորում ես, այսինքն պրակտիկայում օգտագործելու համար։
Իսկ պրակտիկա անցնում եք դուք։ Անպայման։ Որտեղ։ Պրակտիկան մենք անցնում ենք ավտոդողերի գործարանում, էլի բանի այդ ուրիշ գործարաններում տարբեր։ Ամեն մի գործարան ուներ իր այդ ուսումնական, հա, ինչ։ Չէ, իրանց ցեխերը ունեին ցեխեր էլ, ասենք, հոսանքի մասնագիտական, հա, որ մոտորներ էին փոխում, ռեմոնտ անում, հա, նա մոտորները, հետո հոսանքի լրիվ ապարատուրան, ստանցիա կոչվում, այսինքն մասնագիտությունը էլեկտրիկ կամ սլեսար էլեկտրիկ կոչվում էին։ Ապա այդ հոսանքը ապահովում էր աշխատանքն էլի։ Հա։ Պապ, իսկ գրականությունը մասնագիտական ինչ լեզվով էր։ Հայերեն էլ կա, ռուսերեն էլ, հիմնականը ռուսերեն։ Հայերեն։ Մեր տան գրքերի հիմնական մասը գերմաներեն ու ռուսերեն էր։ Այդ քո մասնագիտականը։ Գերմանական չկար։ Մի հատ գտել էի։ Անգլերեն կարող ալել ես ինչ։ Հա։ Տունը պետք է նորից նայել։ Իսկ հայերենը ինչ էր։ Դասերը հայերեն էիք անցնում դուք։ Թե ռուսերեն։ Չէ, ռուսերեն էր։ Հիմնականը ռուսերեն էր այն վաղտը։ Հայերեն էլ կար, հայկական կար, ոնց։ Բայց հիմնական գրքերը ռուսերեն են։ Պապ, իսկ դու ձեռքի նաև լույսեր էիր սարքում, որ հիմա ստե վաճառում են, սենց որ ձեռով անում ես, սենց։ Այդ ինչ էր կոչվում, ոնց էիր սարքում։ Այն մոտ տարիներին հիշում ես, որ սենց դաժե ֆրցնելով։ Այդ ուրեմն ձեռքի հոսանք ստանալու մոտարապես ստացվում էր դու լրիվ չէիր հավաքում։ Մաս առնում էր, հավաքում իրար կպցնում, բանանում, ինչ որ հնարավոր է աշխատացնում էր, ձեռքի ֆրցներով ստանում էր հոսանք։ Դե հա, բանը, լամպուշկեն առանձին էր առնում։ Լամպուշկեն խալադիլնիկի սառնարանի բան էր, հա, լույս։ Չէ, լամպուշկեքը 6-ից մինչև 12 վոլտ նայած քանի վոլտի բան է սարքում, այդ սարքը 6 վոլտանոց կամ 12 վոլտանոց լամպուշկա դնում է, հոսանք ստանում, այդ լամպուշկեն վառում էր, ստացվում էր արդեն ձեռքի հոսանքի բան, պրիբոր էլի։ Պապ, իսկ գործանը մազութով էր աշխատում, թե հոսանքով։ Ոչ մի մասում մազութ չկար։ Հոսանքը ստանում էինք էլեկտրոստանցիաներից։ Հա։ Էլեկտրոստանցիան, ասենք, տեցն էր։ Հրազդանինը, թե հա, ձեր կողքի են տեցի բանի Երևանի։ Կար գեսերից էլ էին հոսանք ստանում, տեցերից էլ։ Տեցը, այսինքն մի որոշ վառվող նյութ օգտագործում էին, տաքացնում էին այդ բանը, կածուղ էին ասում։ Ու գոլորշի էին ուժեղ ճնշման տակ, վառեցնում էր այդ գեներատորը, գեներատորից էլ արդեն հոսանքը ստանում էին։ Այսինքն հայերեն ջեք էլի, էլեկտրացենտր կամ ստանցը, ջերմա էլեկտրակայան։ Հոսանքը ստանում էին գնացող ջրի միջոցով։ Ջուրը ֆրացնում էր այդ բանը, գեսի տուրբինայից արդեն գալիս էր դեպի հոսանքը ստացվում էր։ Մեր ձորի տների մոտ որ կար հեկը։ Հա։ Էդ էլ էր, հա, դրանց։ Ջեկը։ Չէ, հեկը, հիդրոէլեկտրական։ Հիդրո էլի, ջրային հիդրոէլեկտրոստանցիա։ Հա։ Այդ դրանից էլ։ Հա։ Այդ Սևանից
Սևանը առաջ ասենք։ Հրազդան Սևան, հա։ Սևանը բանը, Սևանից ջուրը գալիս էր, որացնում էր, պատտում էր այդ ջեկի տուրբինաների բանը, մեքենան, արդեն ստանում էին հոսանքը։ Էլի չէ։ Պապ, իսկ ձեր քու աշխեք ունեիր, ասենք, որ փոխարինող լնեին։ Հա, մի քանի հոգի կար, ամեն մի ցեխը ուներ մի քանի հոգի, մասնագետ, իսկ ընդհանուր գործարաններ ուներ գլխավոր էներգետիկ, էլեկտրոցեխ կար, որ զուտ այդ գործերով էր զբաղվում, էլեկտրոցեխի, մարդիկ, էլեկտրիկները, մասնագետները, որ միտեղ մի բան փչանում էր, կամ պիտի փոխվեր, կամ նորը դրվեր, այդ դրանք էին անում։ Մեծ գործերը դրանք էին անում, իսկ ցեխերում էլ կար էլեկտրիկներ, որ ասենք, բանը ապովիչ փչանա, կամ ասեմ, թազա գիծ պիտի քաշվի, կամ միտեղ հոսանք պիտի միացվի, լույս 10 որ մարդիկ աշխատեն, այդ զբաղվում էին հենց ցեխերի էլեկտրիկները։ Լավ, որ շատ հոգնեցիր տենում եմ, վերջի հարցը, ինչ էիր սարքում, ես գիտեմ սաղվին ձրի էիր սարքում, հարթուկ, սարդան, հլը պատմի մեր դիտողներ։ Տան ինչքան մեր էլեկտրական մեքենաներ կա, եթե ասենք ձեռքի գործեր անում էինք, եթե չէ, արդեն տալիս էիր հատուկ մասնագիտական, ասենք, աշխատող կա, նրանք տվյալ սարքը լրիվ նորոգում էին։ Բայց դու ինքդ ինչ էիր անում։ Ասենք փչացավ այդ իր միացման լարը փոխում էիր կամ մեր բանը փոքր գործերն էլի։ Սխեմաները նայում էիր, այդ պայատ էիր անում, ապահովիչները, հա։ Հա, եթե սխեմայի գործ կար, սխեմայով նայում էիր, հերթով ստուգելով, ասենք տելևիզորը, հա, այն ժամանակ տելևիզորներ, լամպվեր։ Հա, տելևիզորները այն ժամանակ լամպով էին, լամպը փչացավ, կամ ընդեղ դիմադրություն վառվեց, կամ ուրիշ սարք փչացավ, դու եթե որ կարում էիր, անում էիր, փոխում էիր, էլի։ Դե լավ, դե շնորհակալություն, որ պատմեցիր։ Ահա։ Բարձանք։ Դե ինչ, սիրելի բարեկամներ, շնորհակալություն, որ լսեցիք այս հարցազրույցը, հայրիկս դանդաղ է խոսում, որովհետև գիտեք, տարիքն է, պատմել եմ, առողջական խնդիրներ ունի, մեծ մարդ է, բայց այն ինչ որ եղել է վաղուց ինքը ամեն ինչը հիշում է, ավելի հավեսով է պատմում, բայց կամերան միացնում ես, դանդաղ է խոսում։ Չենք մոռանում, եթե չեք բաժանորդագրվեք, նայեք Կիրակոսյանի YouTube-յան ալիքին, այսինքն ինձ, կիսվեք եւ տարածեք այս տեսանյութը, դրանով դուք կնպաստեք իմ ալիքի զարգացմանը։ Կհանդիպենք